Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Ավանեսյան, ասում եք պարտքի արդյունավետ կառավարման ճանապարհով են գնում, հիմա սենց մի հարց է, հետաքրքիր է, եթե նշում եք, որ ներքին պարտքը արդեն բավականին 50%-ի մակարդակում է, ինչը ձեզ գոհացնող ցուցանիշ է, եւ դե ներքին, այսինքն պետական պարտատոմսերի հանդեպ Հայաստանում հետաքրքրությունը բարձրացել է, մենք ինչի ենք թողարկում եվրոպարտատոմսեր 10 տարով եւ արդյոք կառավարելի են այդ 10 տարվա կանխատեսումները կուրսի փոփոխության մասով, կարող է ինչ որ պահի սա ոչ շահավետ լինի։ Էլի շատ հետաքրքիր եւ կարեւոր հարց է։ Այստեղ բացի երբ որ մենք որոշում ենք թե որքան պարտք ներգրավենք կամ ինչ աղբյուրներից պետք է ներգրավենք, այստեղ էական է նաև հաշվի առնել մեր արտարժութային կարիքները։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը որքան արտարժույթի կարիք ունի։ Վերջին տարիներին դրամով պարտքի ավելացման կամ ներքին շուկայից պարտքի ներգրավման պատճառներից մեկը նաև որ Հայաստան կար մեծ արտարժույթի ներհոսք։ Այսինքն մենք ըստ էության մեր արտարժույթի կարիքները ավելի փոքր էին, քան այն ներհոսքը, որը կար դեպի Հայաստանի Հանրապետություն։ Եվ դա է նաև պատճառը, որ տեղի ունեցավ այս մեծ առաջարկի պատճառով դրամը արժևորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարի եւ եվրոյի նկատմամբ։ Հիմա մեր գնահատմամբ մեզ պետք է ավելի շատ արտարժույթ կամ մեր միջազգային ռեզերվները, որոնք որոշակի նվազման դինամիկա էին ցույց տվել վերջի շրջանում, այդ ռեզերվները լրացնելու նաև նպատակ էր հետապնդում կամ որպեսզի հավելյալ ռիսկեր չառաջացնենք միջազգային ռեզերվների համար։ Սա է այն պատճառը, որով մենք որոշեցինք Եվրոբոнд թողարկել, այստեղ նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե Հայաստանի բանկային համակարգում որքան լիկվիդայնություն գոյություն ունի, այսինքն Հայաստանի բանկային համակարգը ինչքան ավել փող ունի, որպեսզի ներդրում անի մեր պետական գանձապետական պարտատոմսերի մեջ։ Իհարկե լավ լուրը նա է, որ մենք հայկական շուկայում, հայկական դրամով արտահայտված պարտատոմսերի մեջ նաև հետաքրքրություն ունենք արտերկրի ներդրողների, որոնք վերջի շրջանում բավականին ակտիվացել են եւ այս ուղղությամբ ավելի մեծ աշխատանք պետք է տանենք, որպեսզի այս ներդրողների քանակը ավելացնենք, որպեսզի մենք ոչ միայն հույս դնենք հայկական բանկերում առկա լիկվիդայնության, այլ նաև որպեսզի դրսի ներդրողները գան Հայաստանից առնեն այդ պարտատոմսերը։ Բայց դեռ այստեղ ճանապարհ ունենք անցնելու եւ մենք որոշեցինք, որ այս ճանապարհով պետք է գնանք։ Այստեղ մի ուրիշ կարևոր պահել կա, որը ձեր հարցի մեջ կար, տոկոսադրույքը, հետագայում փոփոխությունը եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ 2023 թվականին Հայաստանի ֆինանսների նախարարությունը ետ է գնել այս մարված Եվրոբոնդի մի մասը, որը եթե չեմ սխալվում 7.5% գնանշում ուներ եւ մենք այդ ժամանակ մի փոքր ավել գումար ունեինք եւ որոշեցինք այդ ավել գումարը ծախսել այդ թանկ պարտատոմսը հետ գնելու ուղղությամբ եւ դա երկակի նշանակություն է, այսինքն մի կողմից մենք հետ ենք գնում մեր թանկ սպասարկվող պարտատոմսը, մյուս կողմից թեթևացնում ենք մեր այս տարվա բեռը, որով պետք է այդ պարտատոմսը մարենք, որովհետև 500 միլիոն ծավալ ուներ ինքը։ Հիմա ապագայում, երբ որ տոկոսադրույքները կիջնեն, մենք հնարավորություն կունենանք ժամանակից շուտ հետ գնելու այդ պարտքը կամ ուղղակի մեր պարտքի կառավարման գործառույթն է հենց դրանում կայանում, որովհետեւ մենք հասկանանք, մենք ինչպես ենք մեր կանխիկ գումարը կառավարում, ինչքանով ենք վերցնում, ինչքանով ենք տալիս եւ այս process-ը մեր մասնագիտական աշխատանքի մի մասն է կազմում։ Դա մեր ուշադրության կենտրոնում է բնականաբար եւ պարտքի տոկոսադրույքների նվազման
ֆոնին մենք բնականաբար այդ աշխատանքը կանենք եւ իդեպ ասեմ վերջի ամիսներին տեսնում ենք որոշակի դինամիկա, որ այդ ուղենշային տոկոսադրույքները որոշակի նվազման դինամիկա են ցույց տալի եւ հույս ունենք, որ աշխարհաքաղաքական իրավիճակը այնպես չի լարվի, որ այդ տոկոսադրույքները նորից չեն բարձրանա վերև։ Շնորհակալություն պարոն նախարար, հաջորդ հարցի համար։ Ռոբերտ, ազատություն պարոն նախարար, կխնդրեմ այդ սփրեդից խոսենք, ամերիկյան պարտատոմսերի ու մյուս երկրներին տրվող եվրոբոնդերի այդ տարբերության մասին։ Ես հենց հայտնի դարձա, որ բոնդեր ենք թողարկում, նայեցի, վերլուծեցի, այն ժամանակու հիմա 21-ի համար դե նույնն է մնացել մերը։ Բայց այս 4 տարիներին մեր տնտեսության մեջ այսպես շատ էական գործընթացներ են տեղի ունեցել, աննախադեպ մուտքեր, չգիտեմ, այդ ռեկորդների մասին երևի դուք ավելի լավ գիտեք։ Ասեք, ինչով է պայմանավորվում, որ չնայած այս ամենին, մեր ռեյտինգը մնացել է նույնը։ Ինչի գոնե մի փոքր ավելացում չունենք։ Այդ շատ հետաքրքիր հարց է, այդ հարցը ինձ էլ է հետաքրքրում։ Իրականում պատճառները այդքան գծային չեն, որտեղ ինչպես ասեցի, շուկայում տեղի ունի մի process, որտեղ մեր նման երկրների սպրեդերը աճել են։ Այսինքն մյուսներին աճել են, մերը չի աճել։ Էսա պատասխանը ձեր հարցի։ Այսինքն շուկան ունի որոշակի վարքագիծ եւ իդեպ ձեզ ասեմ նաեւ, որ մենք շատ ուրախ ենք, որ հենց թողարկեցինք հենց այդ օրը, որովհետեւ դրանից ընդամենը 1-2 օր հետո բոլոր շուկաները ուղղակի մեծ տատանողականություն ցուցաբերեցին եւ եթե մենք ընդամենը մի շաբաթ հետո թողարկեինք, կարող է շատ ավելի բարձր տոկոսադրույքով ստանայինք այդ։ Իհարկե կարող է ինչ որ մարդիկ ասեն, որ կարելի է 7-1-ով թողարկել, 7-ով թողարկել, որովհետև պահանջարկը չափազանց մեծ էր, բայց այստեղ պահի տակ որոշում կայացնելու խնդիր էր եւ ռիսկ կար, որ մի քիչ էլ իջացնեինք, կարող է եւ չկարողանայինք այդ շուկայից դա վերցնել։ Մենք ունենք խորհրդատուներ, ովքեր մեր խորհուրդ տվեցին այդ կետի վրա կանգնել։ Մեր ռեյտինգը բարելավել է 18 թվականից հետո, այսինքն չէ, ներողություն։ Մենք 22-ին եւ 23-ին բարելավում ենք ունեցել ռեյտինգի, 21-ին BB- չի եղել, ավելի ցածր ռեյտինգ ենք ունեցել։ Եվ ռեյտինգի առումով դրական բան ունենք եւ ձեզ մի ուրիշ հետաքրքիր բան էլ ասեմ, երբ որ մենք դե բազմաթիվ ներդրողների հետ ենք հանդիպել այդ թողարկման ժամանակ, ովքեր հենց ներդրում են արել, այսինքն այդտեղ տեղի ունենում մի այսպիսի հանդիպում, որտեղ ներդրողները գալիս են եւ հարցեր են տալի, ես անձամբ մասնակցել եմ այդ process-ին։ Եվ երբ որ նայում են մեր բոլոր թվերը, մեր բոլոր ցուցանիշները, մեր գրանցած ռեկորդային տվյալները, մեզ բոլորը հարցնում էին, իսկ ինչի է ձեր ռեյտինգը BB-, եթե այսքան ամեն ինչ լավ է։ Եւ մեր կարծիքով միակ պատճառը, որը մեր ռեյտինգը այդպեսին է, դա աշխարհաքաղաքական իրավիճակն է, որը տեղի ունի եւ ես բոլորին ասում եմ այն մասին, որ երբ որ խաղաղության պայմանագիրը մենք ստորագրենք եւ այս իրավիճակը կլուծվի, մենք վստահաբար կունենալու ենք էական ռեյտինգի փոփոխություն։ Եվ ըստ էության այս գնանշումը, որը մենք ստացել ենք, հենց դե ֆակտո վկայում է նրա մասին, որ մենք ունենք շատ ավելի լավ իրական ռեյտինգ, քան այն ինչ որ տրված է ռեյտինգային ընկերությունների կողմից։ Ես արդեն ասեցի, որ մեր սպրեդը ավելի ցածր է, քան Այնտեղ տարբեր պատճառներ կան, որը, այսինքն եթե դուք իրենց ռեյտինգային հաշվետվությունները կարդաք, կտեսնեք, որ այնտեղ այլ պատճառներ կա, օրինակ նաև պայմանավորված է Վրաստանի նավթային եկամուտների հետ։
եւ այնտեղ մենք քիչ տարբեր իրավիճակներում ենք շնորհակալություն։ Շնորհակալություն, հարց։ Կորյուն Սիմոնյան, Եվրոմեդիա 24, պարոն Հովհաննիսյան, ընդհանրապես պետությունները գնում են տնտեսական զարգացման, ներդրումներ են բերում երկիր, տնտեսական ակտիվություն են ապահովում եւ այդպես կազմվում է պետական բյուջեն, ներողություն իրականացվում են բյուջեով նախատեսված միջոցառումները։ Հայաստանի Հանրապետությունը փաստորեն պետական պարտք է ավելացնում, որպեսզի թոշակներ տա, աշխատավարձեր տա, այսպես պետությունը կարող է զարգանալ, ձեր տեսլականը որն, այսինքն մինչև երբ Հայաստանը կարող է պետական պարտք ավելացնել ու ոչ թե դրանք ուղղել, ասենք, բիզնեսի զարգացմանը կամ, չգիտեմ, տնտեսության զարգացմանը, այլ ուղղակի աշխատավարձեր ու թոշակներ տալ։ Դե ասենց ասեմ, ձեր տեղեկությունները սխալ են եւ ձեր հարցը ինքը կամ դուք տեղյակ չեք, կամ դուք ուզում եք ապակողմնորոշեք մարդկանց։ Իրականում Հայաստանը երբեք պարտք չի վերցնում թոշակ եւ աշխատավարձ տալու համար, որովհետեւ մեր բյուջեի կանոններն են այդպիսին։ Այսինքն մենք կարող ենք պարտք վերցնել, եթե մեր պարտքը անցնում է 40%-ից, իսկ մեր պարտքը վերջին տարիներին 40%-ից վերև է, դա նշանակում է, որ մենք իրավունք չունենք պարտք վերցնել որևէ ոչ թե թոշակ եւ աշխատավարձ, այլ որևէ տեսակի ընթացիկ ծախս անելու համար։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կապիտալ ծախսերի մակարդակը պետք է ավելի բարձր լինի, քան պարտքի կամ դեֆիցիտի մակարդակը։ Հետևաբար նշանակում է, որ մենք պարտք ենք վերցնում, որպեսզի իրականացնենք այդ կապիտալ ծրագրերը։ Ճիշտ է, այդ ամեն ինչը լցվում է մի ընդհանուր կացայի մեջ, հա։ Մենք ունենք ընդհանուր ծախսեր եւ ընդհանուր եկամուտներ եւ վերցվող պարտք, բայց կանոնը այնպիսին է, որ դեֆիցիտը չի կարող ավելին լինել, քան մեր կապիտալ ծախսերը, որը պլանավորված է բյուջեով։ Եվ հետևաբար ձեր ենթադրությունը, որ մենք վերցնում ենք պարտք, որպեսզի աշխատավարձ եւ թոշակ տանք, ճիշտ չի։ Այսինքն վերջին պետական պարտքը, որը վերցնաչու, բյուջեով նախատեսված միջոցառումների։ Այո, պակասուրդին, բայց այդ պակասուրդը ավելի փոքր է, քան մեր կապիտալ ծախսերը։